շատ կարևոր է հասկանալ ինչի եք դուք ընդհանրապես ուզում գնել չինական մեքենա։ Դրա համար կարող է լինել մի քանի պատճառներ, օրինակ ուզում եք խնայել վառելիքի ծախսի վրա, կամ օրինակ ուզում եք օգտվել չինական մեքենաների տված կոմֆորտից եւ հնարավորություններից, կամ պարզապես չեք ուզում հետ մնալ տրենդից, տեսնելով որ բոլորը անցնում են էլեկտրական մեքենայի։ Այդ հարցին պատասխանելուց հետո գալիս է երկրորդ ամենակարևոր հարցը՝ հիբրիդային թե էլեկտրական։ Ողջույն բոլորին, ես Աշոտն եմ Dreamcar-ից, զբաղվում եմ էլեկտրոմոբիլների վաճառքի կազմակերպությամբ Չինաստանում։ Վերջին ժամանակների ամենաշատը տրվող հարցերից է ինչ մեքենա արժի գնել՝ հիբրիդային թե էլեկտրական։ Այս թողարկման մեջ կփորձեմ պատասխանել այդ հարցին եւ կթվարկեմ բոլոր թաքնված եւ ակնհայտ առավելությունները եւ թերությունները, որպեսզի թողարկումից հետո կարողանաք հստակ կողմնորոշվել, որ տարբերակն է ձեզ ավելի շատ հարմար։ Կա հիբրիդի մի քանի տեսակներ, բայց այս թողարկման մեջ խոսալու եմ գեներատորով հիբրիդի մասին, նույն ինքը Extended Range EV։ Պատկերացրեք, ինժեներները մտածել են ինչպես կարող ենք էլեկտրոմոբիլը լիցքավորել ընթացքի ժամանակ։ Եվ հենց այդպես էլ ստեղծվել է այս տեխնոլոգիան։ Այսինքն, մեքենան էլեկտրոմոբիլ է, որտեղ տեղադրված է գեներատոր, բենզինային գեներատոր, որի շնորհիվ դուք երբևիցե չեք անհանգստանա, որ ձեր հոսանքը կվերջանա եւ դուք կմնաք ճանապարհին։ Դա ամենակարևոր խնդիրն է, որ այս տեսակի հիբրիդը լուծում է։ Եվ բնականաբար այս տեսակի հիբրիդը Հայաստանում մաքսազերծվում է էլեկտրոմոբիլների նման 15%-ով այս պահին, ի տարբերություն դասական հիբրիդի, որը որ մաքսազերծվում է 40% եւ ավել սակագնով։ Հիբրիդ մեքենա գնելուց շատ կարևոր է հաշվի առնել, որ դուք գնում եք մեքենա, որտեղ կան համ էլեկտրական մեքենայի կոմպոնենտներ, համ բենզինային մեքենայի կոմպոնենտներ։ Ու տարբերություն չկա, թե ինչ տեսակի հիբրիդ է։ Դա նշանակում է, որ հիբրիդային մեքենայում դուք պիտի սպասարկեք թե բարձր վոլտաժային համակարգերը, թե ծրագրային համակարգերը, թե բենզինով մեքենային հատուկ կոմպոնենտներ, այսինքն շարժիչի յուղեր, ֆիլտրեր, ֆարսունկաներ եւ այլն եւ այլն։ Հիբրիդ մեքենա գնելով դուք այդ ամեն ինչը ունենում եք մեկ մեքենայի մեջ։ Հետևաբար հիբրիդային մեքենան սպասարկման մեջ հետագայում ավելի թանկ արժենում, քան էլեկտրական մեքենան, որի կոմպոնենտները շատ ավելի քիչ են։ Երկրորդ կարևոր առանձնահատկությունը եւ ինչ-որ չափով թերությունը բոլոր գեներատորով հիբրիդ մեքենաների, այդ թվում լիթիանների, այտոնների, Voya, Dipal եւ բոլոր մնացած տարբերակների, դա նա է, որ այդ մեքենաները ստեղծված են քաղաքային շահագործման համար, այսինքն գեներատորով հիբրիդի դեպքում ունենք շատ փոքր շարժիչ, բենզինային շարժիչ եւ բավականին մեծ մարտկոց։ Մեծ մարտկոցը թույլ է տալիս երկար քշել էլեկտրական ռեժիմում, բայց փոքր շարժիչի պատճառով բարձր արագությունների ժամանակ երկար ճանապարհներին չի կարողանում բավարար հզորություն տալ մարտկոցին։ Այդ պատճառով, օրինակ, եթե դուք քշում եք 120-140, իհարկե արգելվում է, բայց ամեն դեպքում, եթե ուզում եք վազանց անել եւ այլն, բարձր հզորությունների ժամանակ տեսնում եք, թե ինչպես է ձեր մարտկոցը կորցնում իր տարողությունը։ Ի տարբերություն դասական հիբրիդի, որտեղ շարժիչը ավելի հզոր է եւ միաժամանակ շարժում է ակերը, դուք որևիցե հզորության կորուստ չեք ունենում։ Եվ երրորդ շատ կարևոր թերություն, որի մասին ոչ մեկ չի խոսում, դա նա է, որ քանի որ հիբրիդային մեքենայի մարտկոցը ավելի փոքր է, հետեւաբար նույն ժամանակահատվածում դուք հիբրիդային մեքենայի մարտկոցը լիցքավորում եք ավելի շատ քանակությամբ, քան էլեկտրական մեքենայի։ Այսինքն նույն ժամանակահատվածում հիբրիդային մեքենայի մարտկոցը ավելի արագ է դեգրադացվում։ Դա նշանակում է, որ ժամանակի ընթացքում միայն էլեկտրական ռեժիմում քշելու ձեր հեռահարությունը ավելի արագ կպակասի, քան էլեկտրական մեքենայի դեպքում։ Եկեք խոսանք հիբրիդի առավելություններից եւ առաջի ամենակարևոր առավելությունը դա կախվածություն չունենալն է լիցքավորման կայաններից։ Գեներատորով հիբրիդ մեքենաների դեպքում, ինչպես օրինակ լիթիան նավառ ներկայացուցիչ, այս մեքենան քաղաքում շահագործելու դեպքում դուք կարող եք 2-3 օրը մեկ լիցքավորել եւ շահագործել միայն էլեկտրական տարբերակով։ Եվ երբ ուզենաք թեկուզ չպլանավորված երկար ճանապարհ անցնել, երբևիցե չեք անհանգստանա, որ ձեր լիցքավորումը կավարտվի։ Դա այս մեքենայի համար մեկ առավելությունն է։ Երկրորդ առավելությունը կոնկրետ գեներատորով հիբրիդ մեքենայի ի տարբերություն դասական հիբրիդի, դա ավելի քիչ վառելիքի ծախսն է։ Օրինակը բերեմ Lexus RX մոդելների վրա, սովորական բենզինային մեքենա եթե ծախսում էր 16-17 լիտր բենզին 100 կիլոմետրին, ապա RX 450H օրինակ հիբրիդը ծախսում էր 9-10 լիտր։ Իսկ այսպիսի մեծ չափերի լիթիան L9-ը ռեալ քաղաքային պայմաններում 100 կիլոմետրին ծախսում է 7-ից 9 լիտր։ Դա այս տեխնոլոգիայի գլխավոր առավելություններից մեկն է սովորական հիբրիդների համեմատ։ Եվ երրորդ առավելությունը համեմատած էլեկտրական մեքենաների դա նա է, որ հիբրիդային մեքենաները երկրորդային շուկայում ավելի լավ են գինը պահպանում։ Մարդիկ վերաբերվում են էլեկտրոմոբիլներին այնպես ինչպես վերաբերվում են գադջետներին։ Օրինակ հեռախոսի դեպքում, երբ որ դուք գնում եք նորը, գիտեք, որ 1 տարի հետո մարտկոսը դեգրադացվում է, այդքան էֆեկտիվ չի եւ ավելի քիչ եք պատրաստ վճարել
երկրորդային շուկայից ձեռք բերելու համար։ Նույնը տեղի ունենում էլեկտրական մեքենաների դեպքում։ Հիբրիդի դեպքում ավելի շատ վերաբերմունքը որպես ավանդական մեքենա է մարդկանց։ Այդ պատճառով օրինակ լիթիանը չինական շուկայում երկրորդային շուկայից ինչի ձեռք չի տալիս գնել, որովհետև գինը համարյա չի կորցնում։ Դա հիբրիդ մեքենա վարելու հաջորդ առավելություններից է։ Չնայած որ սպասարկման վրա ավելի շատ է գումար ծախսում, բենզինի վրա է գումար ծախսում, բայց երկրորդային շուկայում վաճառելուց ավելի լավ է գինը պահում, քան էլեկտրական մեքենա։ Անցնենք էլեկտրոմոբիլների թերություններին ու խոսալով դրա մասին առհասարակ չեմ ուզում քննարկեմ ռադիացիայի ճառագայթման, գլխացավերի այդ ամեն ինչի թեման։ Ինչը կապված է գլխացավի հետ, դա հիմնականում տեղի ունենում վարորդի կտրուկ արագացման ու արգելակման հետևանքով, դա ավելի շատ զգում են ուղևորները, քան վարորդները, իսկ ինչը կապված է ռադիացիայի ճառագայթման հետ, ուսումնասիրելով այս թեման, կարճ կասեմ, որ կան ճառագայթման տարբեր հաճախականություններ եւ այն հաճախականությունը, որը թողարկում է էլեկտրոմոբիլը, վնաս չի հասցնում մարդուն։ Նույն սովորական ցանկացած մեքենայի նստատեղը տաքացնելու դեպքում այդ ռադիացիան իրոք վտանգավոր է, դրա համար խորհուրդ չի տրվում երկար միացրած պահել, կապ չունի բենզինային մեքենա թե էլեկտրական։ Եվ ռեալ առաջի թերությունը էլեկտրոմոբիլի դա սահմանափակ վարելու հնարավորությունն է։ Երբ որ դուք անցնում եք անալոգից թվայինի, մոտավոր այդպիսի համեմատություն եթե անեմ, պետք է ստեղծել որոշակի սովորություններ, որպեսզի կոմֆորտ լինի այն շահագործելը։ Այդ պատճառով այդ հեռահարության վախը իմ կարծիքով մի քիչ ստերեոտիպ է, որովհետև եթե դուք ապահովում եք ձեզ օրինակ տանը լիցքակայան դնելով կամ աշխատանքի վայրում ունենալով այդ ամեն ինչը ապահովում եք, դուք այլևս չեք անհանգստանում։ Ամենամեծ, ամենակարևոր թերությունը դա շատ զգայուն լինելն է կլիմայական պայմանների։ Շատերը խոսում են նրա մասին, որ էլեկտրոմոբիլները շատ արագ գրավեցին աշխարհը ու շատերը հիասթափվեցին, անցում կատարեցին հիբրիդային մեքենաների, ապագան հիբրիդայինը։ Իրականում ինչ տեղի ունեցավ։ Ցուրտ երկրներում էլեկտրոմոբիլները խոստացված հեռահարությունից շատ ավելի քիչ ցուցանիշներ էին ապահովում եղանակի պատճառով եւ մարդկանց համար շատ ավելի նպատակահարմար էր ունենալ հիբրիդային մեքենա, նույն Ռուսաստանի երկար ճանապարհների համար, ցուրտ պայմանների համար։ Էլեկտրոմոբիլները մեծ հաջողություններ ունեցան ավելի տաք երկրներում, նույն արաբական էմիրություններում կամ այն երկրներում, որտեղ ենթակառուցվածքները շատ զարգացած են, այսինքն մարդիկ չունեն վաղ ճանապարհին մնալու։ Ամեն դեպքում, եթե ձեր մեքենայի տրված հեռահարությունը չինական ստանդարտով օրինակ 600 կիլոմետր է, պետք է նախատեսել, որ ձմռան ցուրտ ամիսներին իրական վազքը լինելու է մոտ 300 կիլոմետր, այսինքն կեսը։ Դա միջինացված թիվ է տարբեր մարտկոցների դեպքում, տարբեր մեքենաների դեպքում։ Բացի այդ 50%-ից կա նաև այլ հանգամանք, որ դուք երբևիցե 0-ից 100% մեքենան չեք շահագործում, այսինքն հիմնականում 20-ից 80%։ Այդ դեպքում պետք է այդ 300-ից հանել եւս 40%, եւ եթե ունեք հարմար լիցքավորման տեղ, կարող եք 2-3 օրը մեկ լիցքավորելով ձմռան ամիսներին վարել մեքենան։ Իսկ շոկ եղանակին, հատկապես ամռանը Հայաստանում, կոնդիցիոները երբ միացնում եք միջին կամ ուժեղ հզորությամբ, մեքենայի ծախսը հոսանքի ավելանում է մոտ 30%-ով։ Դա ամենամեծ լրացուցիչ ծախսի աղբյուրն է էլեկտրական մեքենայի դեպքում։ Եվ երրորդ թերությունը էլեկտրոմոբիլների դա երկրորդային շուկայում գնի անկումն է ի համեմատ հիբրիդային մեքենաների։ Դա ունի մի քանի պատճառ, պատճառներից մեկը նա է, որ շատ արագ են տեղի ունենում թարմացումները, բայց այս մրցակցությունը աշխարհում բերեց նրան, որ կապ չունի էլեկտրական թե բենզինային, բոլոր արտադրողները աշխատում են հնարավորինս շուտ թողարկել ավելի կատարելագործված մեքենաներ, այսինքն այդ հարցը մի քիչ վիճելի է։ Եվ վերջապես խոսանք էլեկտրոմոբիլների առավելությունների մասին եւ առաջինը չեմ ասի մատչելի շահագործման մասին կամ էկոլոգիային վնաս չհասցնելու մասին, այլ խոսամ կոմֆորտի մասին, որ տալիս են էլեկտրական մեքենաները, այսինքն օրինակ ձմռան ցուրտ եղանակին, երբ որ դուք իջնում եք, նստում եք մեքենան, դուք միանգամից միացնում եք, միանգամից տաքացնում եք փեճերը ու շարժվում եք, չեք սպասում որպեսզի մեքենան տաքանա։ Ընդհանուր առմամբ մեքենայի ձայն չհանելը, վիբրացիա չունենալը, հոտեր չունենալը, այդ ամեն ինչը ստեղծում է լրացուցիչ կոմֆորտ, որը որ իմ համար էլեկտրոմոբիլներում համար առաջին առավելությունն է։ Երկրորդ առավելությունը բնականաբար դա տնտեսելն է, այսինքն դուք շատ ավելի քիչ գումար եք ծախսում մեքենայի վառելիքի համար, քան բենզինային շարժիչով մեքենայի դեպքում։ Հատկապես եթե դուք ստեղծել եք էկո համակարգ, ունեք առանձնատուն, արևային պանելներ, էներգիայի կուտակիչ եւ լիցքավորում եք ձեր մեքենան տվյալ համակարգից, ապա դուք ամբողջությամբ անկախ եք եւ որովիցե գումար չեք վճարում հոսանքի համար։ Դա իդեալական տարբերակն է։ Չնայած եթե դուք նույնիսկ չունեք լիցքավորման կայան եւ լիցքավորում եք արագ լիցքավորման կայաններում, այնուամենայնիվ դա շատ ավելի մատչելի է։ Օրինակ ես ապրելով Չինաստանում վարձել եմ կայանատեղի, որտեղ չկա լիցքավորման կայան եւ մոտավոր 10 օր չեմ մտածում պարզապես հոսանքի մասին։ Հենց մեքենայի լիցքավորումը հասնում է 30% եւ ցածրի,
Նոր ման եմ գալիս հերթական առևտրի կենտրոնում որոշակի լիցքավորման կայան եմ գտնում, լիցքավորում եմ եւ եւս 10 օրով մոռանում եմ դրա մասին։ Դա ամեն դեպքում շատ շահավետ է եւ հարմար։ Հաջորդ առավելությունը նա է, որ դուք մշտապես ունեք էներգիայի մեծ աղբյուր։ Որոշակի ֆունկցիաներ, հատկապես անվտանգության համակարգեր, հասանելի են միայն էլեկտրոմոբիլներին եւ անհնար են բենզինային մեքենաների դեպքում։ Օրինակ, երբ որ մեքենան կանգնած վիճակում, ինչ որ մեկը մոտենում է մեքենային կամ վարելու ժամանակ, երբ որ ինչ որ այլ մեքենա հարվածում է մեքենային, կամերաները այդ ամեն ինչը ֆիքսում են։ Միաժամանակ ձայնագրվում է նաև ձայնը, նաև բոլոր ինֆորմացիան, ինչ արագությամբ եք վարում, այդ պայն արգելակում եք, թե արագանում եք։ Այդ ամեն ինչը ֆիքսվում է այդ ձայնագրությունների մեջ։ Եվ պատկերացրեք ինչքան խնդիրներից եք դուք խուսափում հետագայում։ Նմանատիպ անվտանգության համակարգի աշխատելու համար անհրաժեշտ է ունել նմանատիպ մեծ մարտկոց։ Դա անհնար է բենզինային շարժիչով մեքենայի դեպքում։ Կամ օրինակ, եթե դուք ունեք համապատասխան սարքավորում ձեր տանը, մեքենան միացնելով այդ սարքավորմանը, եթե տունը հոսանքազրկվի, մի քանի օր մեքենայի հոսանքը բավարար է տանը լիարժեք հոսանք օգտագործելու համար։ Եվ այս ցուցակում վերջին առավելությունը դա մատչելի սպասարկումն է, այսինքն մեքենան ունի շատ քիչ կոմպոնենտներ, չունեք ավանդական փոխանցման տուփ, չունեք բենզինային շարժիչ իր բոլոր կոմպոնենտներով, հիմնական սպասարկումը վերաբերվում է ծրագրային համակարգերին եւ բարձր վոլտաժային։ Այսինքն երկարաժամկետ եթե նայենք, էլեկտրոմոբիլի սպասարկումը մի քանի անգամ ավելի մատչելի է լինում, քան հիբրիդային մեքենա։ Որպեսզի ամփոփենք, եթե ձեզ համար ամենակարևորը նա է, որպեսզի դուք երբևիցե կախվածություն չունենաք լիցքավորման կայաններից եւ դուք ավելի շատ երթևեկում եք քաղաքից դուրս եւ ձեզ համար ընդունելի է սպասարկման եւ շահագործման ավելի մեծ ծախսերը, ապա ձեր ընտրությունը միանշանակ հիբրիդն է։ Եթե ձեզ համար ամենակարևորը հրաժարվել բենզինից, հոտերից, ֆիլտրերից, յուղերից եւ այլն, եւ դուք կարող եք ձեր առօրյայում ստեղծել հարմարավետ միջավայր լիցքավորելու, այդ լիցքավորման process-ը սովորություն դարձնելու, ապա ձեր ընտրությունը էլեկտրոմոբիլն է։ Երկու դեպքում էլ Չինաստանում կա շատ մեծ ընտրություն մեքենաների, սկսած ամենաբյուջետայինից մինչև ուլտրալյուքս դաս։ Ցանկացած հարցի դեպքում խորհրդատվության համար կարող եք զանգահարել, կոնտակտային տվյալները կթողեմ վիդեոյի ներքևում։ Շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր ալիքին, անպայման բաժանորդագրվեք եւ սպասեք ել ավելի հետաքրքիր վիդեոների։ Լավ եղեք։